Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Ինչ հրաշալի կլիներ, չէ, եթե այլևս հոգսեր ու խնդիրներ չունենայինք։ Ես երազում եմ, որ այլևս պատերազմներ չլինեն։ Եվ չլինեն վթարներ։ Եվ ծնողները չբաժանվեին։ Ես երազում եմ, որ ոչ մի երեխա սոված չմնա։ Ինչ հրաշալի կլիներ, եթե այս ամենը իրականություն լիներ։ Երբեմն ես էլ եմ նույնը երազում, դու նույնպես։ Բայց մինչ մենք ապրում ենք այս երկրի վրա, այսպիսի երազանքները չեն կարող ամբողջությամբ իրականանալ։ Բայց ես լավ լուր ունեմ քեզ համար։ Կա մեկը, ով քեզ միայնակ չի թողնի քո հոգսերի հետ։ Դա Հիսուսն է։ Որտեղից գիտեմ դա։ Պետրոսից։ Աստվածաշնչում Պետրոսի գրած նամակներից կան, որոնցից մեկում նա ասում է. Նրան թողեք ձեր բոլոր հոգսերը, քանի որ նա ձեր մասին հոգում է։ Պետրոսն իր փորձառությունից է խոսում։ Մի օր նրա զոքանչը շատ հիվանդ էր։ Նա պառկած էր մահճակալի մեջ և բարձր ջերմություն ուներ։ Պետրոսը և իր կինը չգիտեին, թե ինչ անեն։ Երբ Հիսուսը նրանց այցելեց, նրանք պատմեցին իրենց խնդրի մասին։ Հիսուս, խնդրում եմ օգնիր մեզ։ Իմ զոնքաճը շատ հիվանդ է։ Մենք անհանգստանում ենք նրա համար։ Հիսուսը հասկանում է մեր մեծ ու փոքր խնդիրները և ուրախությամբ օգնում է։ Աստվածաշնչում գրված է, որ Հիսուսը գնաց անկողնու մոտ, բռնեց հիվանդ կնոջ ձեռքը։ Նա օգնեց նրան կանգնելու, և կնոջ ջերմությունը միանգամից անցավ։ Նա մի վայրկյանում առողջացավ և կրկին առողջ էր։ Նույնիսկ համեղ ճաշեր պատրաստեց բոլորի համար։ Ունես խնդիրներ։ Պատմիր Հիսուսին դրանց մասին, նա լսում է քո աղոթքները։ Միգուցե նա չօգնի քեզ այնքան արագ, ինչպես Պետրոսին, բայց կարող ես համոզված լինել, որ Հիսուսը երբեք չի ուշանա։ Նույնիսկ երբ պետք է աղոթքի պատասխանների համար սպասենք։ Եվ միշտ հիշիր Պետրոսի լավ խորհուրդը։ Նրան թողեք ձեր բոլոր հոգսերը, քանի որ նա ձեր մասին հոգում է։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։